կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նախ անդրադառնամ պաշտպան հայրենիացին կրկին անգամ ես առիթ ունեցա նախաբանում նշելու, որ մենք ունենք արդեն իսկ այս պահին 4234 շահառու եւ խոսեցի այս պահին հայտերի մասին, այն է ամառային զորակոչի հնարավոր շահառուների մասին, 906 հոգու մասին, որը դեռ ավարտական թիվը չէ։ Եվ ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն եւս 100-200 երիտասարդներ, գուցե ավելի, ես ուղղակի պայմանական թվեր եմ հնչեցնում, հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները, եւ սա էական համալրում է զինված ուժերի համար, մանավանդ որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է, եւ ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է հնգամյա պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարի, այսինքն 2 գումարած 5, եւ սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության բանակի հիմնական առանցքը, դրան եթե գումարում ենք նաեւ սերժանտական համակարգը, որը հիմնականում համալրվելու է հենց այս երիտասարդներից եւ պրոֆեսիոնալ մակարդակը բանակի այս հատվածում էապես փոփոխության է ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում։ Եթե խոսենք նաև համալրման մասին, ես խոսեցի, որ վերջին տարիների ընթացքում այդ տոկոսի հարաբերակցությունը նախորդ շրջանի նկատմամբ, մասնավորապես իմ պաշտպանության նախարար դառնալու ժամանակաշրջանի հետ համեմատեմ, այն է 21 թվականի նոյեմբերը, բայց հաշվի առնելով, որ գործունեության սկիզբ պիտի գոնե համարենք ամառային զորակոչը, 19%-ով ավելացել է ցուցանիշը, որը լուրջ թվերի մասին է, հիմա եթե դա վերածեմ կոնկրետ բացարձակ թվերի, դա հազարավոր տղաների մասին է ըստ զորակոչերի։ Ինչ վերաբերում է շինարարությանը, այո, շարունակվելու է։ Կարծում եմ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանդարտ, հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը, անկախ նրանից սպառնալիքներ կան թե չկան։ Մենք ինքներս պիտի գնահատենք ինչ հնարավորություն ունի մեր երկիրը եւ ինչ արտաքին մարտահրավերների պիտի դիմագրավենք, բայց խաղաղության պատրաստվելիս կարեւոր է, որ մենք նաեւ խաղաղությանը զուգահեռ ունենանք նաեւ որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Ընդհակառակը ապահովում է մեր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Ես նշեցի, որ 25 թվականի, գուցե 25-30 տարիների ընթացքում սա ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին է։ Ես նշեցի 18 թվականը համեմատության համար, շուրջ 17 միլիարդ, եւ համեմատության համար նշեցի 25 թվականը 57 միլիարդ դրամի մասին է խոսքը, գրեթե 58 միլիարդ դրամ կապիտալ շինարարության ուղղությամբ ծախսեր են արվել։ Ու սրանք չեն կարող չունենալ իրենց արդյունքները եւ հետևանքները։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։ Սկսեմ ըստ էության զորավարժություններից։ Իրականում զորավարժությունների մասին համապատասխան ժամկետում Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով, ինչպես նախորդ տարիներին, հիմա նույնպես նման պլաններ կան եւ պատշաճ ժամկետում մենք դրա մասին կիրազեկ ենք հասարակությանը, մեր հարևաններին եւ միջազգային հանրությանը։ Ինչ վերաբերում է զորակոչին, այստեղ ունենք երկու տեսակի փոփոխություն։ Այն է մեկը հետևողականությունն է, հնարավոր գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ կա արմատավորված մի վատ ավանդույթ, այսինքն յուրաքանչյուր պատվախնդիր ծնող շակերտավոր իհարկե իր համար, իր ընտանիքի համար ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալի, այսպես ասած, ամեն ինչ պատրաստ է վաճառել, ամեն ինչի մեջ մտնել, ամեն խարդախության մեջ մտնել, որպեսզի արուզավակին ազատի զինծառայությունից։ Սա ինչ որ փուլում, չգիտեմ ինչի բերումով, համարվել է սոցիալական որոշակի կարգավիճակի մասին հայտարարություն, որը համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է։ Ես նախկինում առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու եւ նաեւ հիմա ուզում եմ հանրային դրա մասին խոսել։ Ես վերջին 1 տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով եւ հետեւողական աշխատանքի արդյունքում հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից բոլոր այն Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Իհարկե աննեղության կախավարկածը հաշվի առնելով ես չեմ կարող դատարացել նաև հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա ի գիտություն մեր շատ սիրելի Պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր ունեն զավակներ ոչ իրենց կամքով գուցե անառողջ են, առողջություն բոլորին, բայց նաև կա որոշակի սեգմենտ, որ վստահ են, որ իրական հիվանդության հետ ոչ մի աղերս չունի։ Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի։ Սա ձեր պրոբլեմն է։ Զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ։ Խնդրում եմ այս հարցում մեզ օգնեք։ Ձեր ուշադրությունը հիմնականում սևեռված է այլ ուղղությամբ, բայց ես կհորդորեմ, որ սա համարեք ազգային անվտանգության խնդիր եւ սրա նկատմամբ ունեցեք հետեւողականություն եւ իմացեք, որ այս հարցում ես ձեր ամենամտերիմ դաշնակիցն եմ, եթե անգամ ամենաանդիմադիր լրատվամիջոցի մասին է խոսքը։ Կարող է ինձ ամեն օր հայհոյեք կամ իմ գործունեությունը վատաբանեք, բայց եթե այս հարցում ինձ համապատասխան ինֆորմացիա կտաք ու կդառնաք իմ դաշնակիցը այս հարցում, իմացեք, որ ես ձեր գործընկերն ու դաշնակիցն եմ, որովհետև ես նման բաներ ուղղակի չեմ կարող հանդուրժել։ Եվ սա այն հիմնական սողանցքն է, որը փակելով, հիմա տեսեք, նախկինում նաև դուք եք գրել դրա մասին, շատ մարդկանց զավակներ կամ ուղղակի իրոք հիվանդ մարդիկ ազատվել են այսպես կոչված գլխուղեղի կիստայով։ Սա այն հայտնի հիվանդությունն է, որը մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել։ Բայց սա ավելի զարգացել է տեխնոլոգիայի զարգացման բերումով, այսինքն մարդիկ գնացել եւ ամենափոքր խնդիրը ֆիքսել են, ընդ որում ոչ մեկ չգիտի, մենք չենք փորձաքնվել, կարող է պարզվի այդ թվում նաեւ ձեր շրջանակներում գտնվող ծառայած մարդիկ, ձեր եղբայրները, ձեր ամուսինները, զավակները ծառայել են գուցե այդ խնդիրը ունենալով։ Եվ մենք այս փոփոխության բերումով միայն հարյուրավոր երիտասարդների կարողացել ենք զորակոչել, առողջ երիտասարդների մասին է խոսքը, զորակոչել ենք բանակ, եւ սա ունեցել է էական փոփոխություն մեր թվերի վրա, բայց սա վերաբերում է նաեւ բազմապիսի այլ հիվանդություններին, եւ ամեն տարի
404 որոշման մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում մոնիտորինգի ենթարկելով նախորդ տարվա հիվանդությունների ավելացման տենդենսը։ Պատկերացրեք, երբեմն լինում են դեպքեր, երբ կառավարության որոշման ցանկում հայտնվում է հիվանդություն, որը բանակ զորակոչելու ենթակա է, նախորդ տարվա հետ համեմատում ես 80%-ով այդ հիվանդությունը հաջորդ տարի պակասում է։ Սա ինչի մասին է։ Առողջացաք, բուժվեցինք մի անգամից բոլորս։ Իհարկե դա նրա մասին է, որ դա եղել է սողանցք, որը մենք փակել ենք մեր հետևողական աշխատանքի արդյունքում։ Շնորհակալ եմ։ Ուրեմն 25-օրյա հավաքների մասին։ Նախ սա ես համարում եմ կարևոր ինստիտուտ, բայց սա նաև ես պիտի կապեմ տարածքային պաշտպանության զորքերի ձևավորման հետ։ Հիմա մենք ունենք տարածքային պաշտպանության եւ տեղական ինքնապաշտպանության համակարգ, տեղական պաշտպանության ներողություն համակարգ, որը ենթադրում է նախկին այսպես կոչված աշխարհազորի փոփոխված տարբերակն է, տեղական պաշտպանության համակարգը, սրանք դարձել են մի կուր համակարգ, որը ենթադրում է, որ մենք խաղաղ ժամանակաշրջանում ունենք ձևավորված բրիգադային օղակներ, որտեղ կա կայուն սպայական կազմ, մինչև վաշտ օղակ։ Եվ երբ 25-օրյա հավաքի մասնակիցը գալիս է վարժական հավաքի, ինքը արդեն իսկ ունի կայուն գումարտակ եւ կայուն բրիգադ, որի խնդրի շրջանակներում նա նախ սկզբնական շրջանում վերհիշում է կարճ ժամկետում, 10-օրյա ժամկետում վերհիշում է իր նախկինում ունեցած հմտությունները, այնուհետև անցնում է հիմնականում 14-օրյա սահմանային ծառայություն, եւ որով նաեւ հստակեցնում է այն ուղղությունը, որտեղ պոտենցիալ երկրի առաջ ծառացած մարտահրավերների ժամանակ կարող է ինքը համալրել որպես պահեստազորային։ Սա կարևոր է այն համատեքստում, որ մենք ունեցել ենք խնդիրներ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդկանց այդ հոսքը ճիշտ չի կառավարվել, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում նաեւ քանի որ սպայակազմը նույնպես համալրվել է պահեստազորից։ Մենք հիմա ունենք կայուն համակարգ, որտեղ բերումներ դնում ենք մեր 25-օրյա հավաքի մասնակիցներին, եւ ինչու 25 օր, որովհետեւ 25 օրը ավելի տանելի է աշխատող, կյանքից կտրվող մարդու համար, քան 3 ամիսը, որովհետեւ 3 ամիսը էապես նրանց գործունեությունը որոշակի խաթարում էր անկեղծ լինենք։ Հիմա այդ հարցը ըստ էության փակվել է։ Ինչ վերաբերում է համազգեստին, երբ մենք կավարտենք արդեն զորային փորձարկումը եւ վերջնական հաստատում կունենա նմուշը, ես նախատեսում եմ ազգային ժողովում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով այդ տեսակի համազգեստը կարգելվի վաճառել, այսինքն հնարավոր չի լինի գնել խանութում։ Այսինքն չի կարա ձեր եղբայրը զանգի ձեզ բանակից ու ասի, գիտեք, համազգեստս մաշվել է, մի հատ համազգեստ առեք ինձ ուղարկեք։ Չի լինի նման բան։ Համազգեստը երբ մաշվի, մենք պիտի դրա խնդիրը լուծենք։ Ըստ էության հիմա էլ կարգով այդպես է, բայց կան որոշակի հարցեր, որն էլ մեզ մղել է խնդիրը այս կերպ լուծելուն։ Շնորհակալ եմ։ Procesei și
Շնորհակալություն, սկսեմ վերջից։ Ես սրան անդրադառնալու հնարավորություն ունեցել եմ բազմիցս։ Ես նշել եմ, որ այս հարցերը կարգավորելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում եւ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է ըստ էության, որ ես ամբողջությամբ բնականաբար կիսում եմ եւ կարծում եմ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, նախ բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական process-ների մեջ։ Սա ես բացառում եմ ամբողջությամբ, ըստ էության ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքական միջոցառման մարդու ցանկության մասնակցությունն է, անկեղծ լինեմ, եթե ես սա խրախուսի, դուք պատկերացնում եք պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերը ինչ-որ բանի մասնակցում են։ Այսինքն այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրեք, թե կարձանագրեք հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց։ Նկատի ունեմ մտնել մի շահարկման մեջ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ ճիշտ չի։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած ինստիտուտի կողմից ինչ-որ որոշումներ ընդունելուն, ես նախ նման ինստիտուտ չեմ ճանաչում եւ բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական կառավարությունից զատ որևէ այլ մարմին կարող է լինել ու գործել։ Ինչ որ մտածածին առ ոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ իրենց վիրտուալ որոշումներով լցնում են դաշտը, համացանցը, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։ Նախ կարծում եմ, որ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր շրջանում զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ արժանացել է կոչումների եւ շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Եվ այսօր մարդիկ ում, չգիտեմ, ես օրինակ չեմ ճանաչում, եթե այստեղ կան մարդիկ, որ իրոք ճանաչում են ձեր կողմից վկայակոչած մարդկանց, այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեության, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ, կարծում եմ սա մեղմ ասած աբսուրդ է եւ քննարկման ենթակա չէ, ու Կարեն Շաքարյանը կարող եմ ասել այսօր էլ հանդիսանում է զինված ուժերի պատվախնդիր սպա եւ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ինչի համար ես շնորհակալ եմ։ Բայց միայն Կարեն Շաքարյանը չէ, Ձեզ հետ կհասնեք խոսեք, խնդրում։ Տեղից շարունակել պահում այն աշխատակարգը, որը սահմանում է ինստիտուտը։ Շնորհակալ եմ,
Ես ձեր վերջին հարցին անդրադարձա ըստ էության, այսինքն ես չեմ անդրադառնա ինստիտուտների, որոնք առ ոչինչ են կամ գոյություն չունեն։ Նորից եմ ասում, ես չեմ ճանաչում որևէ վիրտուալ կառավարություն կամ մտածածին կառավարություն, որը ինչ-որ իրավական ակտեր է ընդունում։ Բոլորին պարզ է, որ դրանք առ ոչինչ ակտեր են կամ, չգիտեմ, ինչ-որ շրջանակի սփոփելու կամ իրենց գոյությունը կամ ներկայությունը եւս մեկ անգամ մատնանշելու համար է արվում, իրենց գործն է, կարծում եմ սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի որ սրան արձագանքեն իրական մարմինները, կարձագանքեն պատկան մարմինները։ Ինչ վերաբերում է նրան, թե որպես ով եմ մասնակցել ուխտերթին, մասնակցել եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշտպանության նախարար, որովհետեւ ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որպես կառավարության անդամ եւ բնական է, որ սրանք իր այդ փոխկապակցված դերեր են եւ այդ դերից ես ոչ միայն չեմ խուսափելու, այլև այո նշելու եմ, որ ես մասնակցել եմ որպես նաեւ պաշտպանության նախարար, որովհետեւ ես դրան զուգահեռ նաեւ քաղաքացի եմ, նաեւ քաղաքական գործիչ եմ, հարգելի գործընկերներ, ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ, իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չի, թույլատրելի, այլև խրախուսելի է։ Հիմա եթե տարբեր հանգամանքներից ելնելով կամ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բերումով ես քաղաքական գործունեությունից որոշակի գուցե նահանջել եմ, զբաղվում եմ իմ գործով այս պահին որպես պաշտպանության նախարար, բայց դա նույնպես քաղաքական գործունեության մաս է, պարտադիր չի, որ ես ամեն օր հանդես գամ հրապարակային հայտարարություններով կամ հարցազրույցներ տամ, ես շարունակում եմ մնալ իմ դերում եւ բնականաբար իմ քաղաքական կուսակցության բոլոր որոշումների ջատագովն եմ եւ առաջ մղող։ Շնորհակալ եմ։ Բայց նաեւ ինքնիշխան տարածքի հետ կապված բազմիցս դրա մասին խոսվել է, ես ինքս նշեցի, այդ հարցը պիտի կարգավորվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում։ Շնորհակալություն, անկեղծ ասած չգիտեմ որտեղից է այն ինֆորմացիան, որ ինչ-որ մեկ անձնակազմ ավելացնում կամ ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը։ Ես խոսեցի, որ բանակի համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով։ Եվ սա նրա մասին է, որ մենք հետևականորեն մեր բանակը դարձնելու ենք պրոֆեսիոնալ։ Ինչ վերաբերում է զենք զինամթերք գնելուն, նախ ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը։ Դա այդպես չէ, եւ ես խոսեցի այն խոսուն թվերի մասին, որը դրա վառ վկայությունն են։ Ինչ վերաբերում է պլաններին, պլաններ A, B, G միշտ զինված ուժերը ունենում են, բայց չեմ կարծում, որ հիմա կա ինչ-որ մեր այս պահի քաղաքականության եւ իրականության մեջ դիսոնանս, որտեղ մենք պիտի պլան B կամ պլան G քննարկենք կամ գնահատենք։ Կարծում եմ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ մենք կանխատեսում ենք։ Շնորհակալ եմ։
Ոչ չի կարող դա վերանայվել, որովհետև ես նշեցի, որ նախորդ փորձը ցույց է տալիս, որ մեզ բացի նրանից, որ 25-օրյա վարժական հավաքների ժամանակ պետք է մեր պահեստազորին հիշեցնել իրենց նախկինում սովորածը, այլև պետք է այդ մարդկանց տեղում ցույց տալ իրենց ծառայության բնույթը եւ ձևակերպել նաեւ խնդիրները, այսինքն հիմա հակադրության մեջ դնել դրանք դա իրականության հետ ոչ մի աղերս չի ունենա։ Մենք ստիպված ենք նաև նախորդ փորձը հաշվի առնելով գնալ այս ճանապարհով։ Այլ կերպ դա հնարավոր չի։ Չենք կարող ուղղակի։ Եվ ինչ էր հարցը մյուս։ Եվ մեր մշտական տեղակայված զորամասերը հնարավորություն։ Այո, մեր մշտական զորամասերը հնարավորություն են ստանում հանգստանալու, ատեստավորվելու, մարտական պատրաստությամբ, պատրաստականությամբ զբաղվելու։ Շնորհակալ եմ։ Փոխանցեք, իհարկե քննողը ես չեմ, ես քննող մարմին չեմ, ես կարող եմ ընդհանրապես քաղաքական հետևություններ անել, բայց միևնույն ժամանակ ես վստահեցնում եմ ու խոստանում եմ, որ ձեր տրամադրած ցանկը անպայման կտրամադրեմ իրավապահ մարմիններին, որպեսզի դրա համար անցկացվի համապատասխան հետաքննություն։ Ես երբ խոսում եմ, որ այս հարցում ես չափազանց անկեղծ եմ, ես անկեղծ եմ ու նույն անկեղծությունը ակնկալում եմ ձեզանից, ուզում եմ, որ նույնը անեք ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների զավակների, այլև ընդդիմության։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե այդ հարցում դուք նույնպես անկեղծ ու հետևողական լինեք։ Ինչ վերաբերում է մահերին, իհարկե չեմ կարող ես մահվան հետ հաշտ լինել։ Իհարկե սարսափելի ծանր բանի մասին եք խոսում, վկայակոչելով ազատի դեպքերը։ Սա ինձ համար անձնական ողբերգություն է։ Եղել է ու շարունակում է լինել, բայց քննող մարմինը ես չեմ, մեղավորներ նշանակողը ես չեմ։ Հիմա ընթանում է դատական process։ Դատական process-ը եթե կբացահայտի նոր իրողություն, մենք հաշվի կնստենք այդ նոր իրողության հետ։ Եթե կհաստատի այն նախնական վարկածը, որ եղել է, դրա հետ նույնպես հաշվի կնստենք ու նաև դա դաս կլինի մեզ հետագայում սրանցից այս նման դեպքերից խուսափելու համար։ Բայց քանի որ դուք վկայակոչեցիք մահվան դեպքերը ու 2 տասնյակից ավելի դեպքերը, ես ուզում եմ հանրության համար ավելի պարզ ու հստակ լինի, թե մահվան դեպք ասածը ինչ է նշանակում։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, 2-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման եւ 2-ը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ընդ որում այս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում, այսինքն ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներով,
գուցե հիվանդության կամ տանը, բայց ոչ ծառայության հետ կապվածը 6-ն էին։ Մնացածը ծառայությունից դուրս եւ սրանք հիմնականում մտնում են այն ստատիստիկայի մեջ, որը վերաբերում է մեր ողջ հանրությանը։ Եթե դուք հիմա վեր հանեք ամբողջ ստատիստիկան, թե մարդիկ ինչի բերումով են մահանում, դուք կտեսնեք, որ զինված ուժերը դրա մի մասն են կազմում, որովհետեւ մենք հասարակության մաս ենք, դրանից չենք կարող կտրվել։ Եվ ըստ այդմ 2024 թվականի համեմատ մահացության թվերը 2025 թվականին պակասել են 40%-ով։ Սա է իրականությունը, եւ ես կարծում եմ, սա այնպիսի վիճակագրություն է, որը իհարկե բարդ է ասել գոհացուցիչ, հաշվի առնելով, որ դա մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաեւ չգնահատել, որ մենք ունենք էական արդյունքներ եւ էական տեղաշարժ այս առումով։ Եվ ամենակարևորը, միջ անձնային հարաբերություններում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել։ Սա աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Օրինակ սահմանապահ զորքերը մեր հետ կապ չունեն, հարգելի գործընկերներ, այլ մարմնի ենթակայությամբ են, չէ, հիմա կարակ ինչքան մահացած մարդ կա, մեր վրա կարեք, որևէ խնդիր չկա, բայց դա չի էլի իրականությունը։